5 պատճառ, թե ինչու չի անցնում այրոցը։ Առաջինը դուք չեք բուժում այն, այլ մեղմում եք անտացիդներով՝ ռենի, գևիսկոն կամ սոդայով։ Երկրորդը դուք ունեք այրոցի հստակ և մշտական պատճառ, օրինակ ստոցանու կերակրափողային բացվածքի ճողվածք, հղիություն, ճարպակալում և այլ պատճառներ, որոնք բարձրացնում են ներորովայնային ճնշումը։ Երրորդը դուք կտրուկ հանում եք օմեպրազոլի շարքի դեղորայքը երկարատև կուրսից հետո կամ սխալ եք ընդունում ուտելու ժամանակ կամ ուտելուց հետո։ Չորրորդը երբեմն կրծոսկրի ետևում այրոցը ընդհանրապես կապ չունի իրական այրոցի հետ, այլ կարող է լինել սրտի իշեմիկ հիվանդության դրսևորում։ Եվ վերջապես դուք չունեք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, այլ ձեզ մոտ գերզգայուն կերակրափող է կամ ֆունկցիոնալ այրոց, որը բուժվում է ոչ թե օմեպրազոլի շարքի դեղորայքով, այլ նեյրոմոդուլյատորներով։ Առողջ եղեք և իրազեկված։